Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Նախքան Սուպրիկոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքի բացադրության սկսիլս, նախ կուզեմ այսօր սրդանց շնորհավորել մեր հայրենիքը, հայրենի պետությունը, մեր ժողովրդի բոլոր զավակները առաջին հանրապետության գազմության 107-րդ դարեթարցին առիթով 107 տարիներ առաջ մեր ժողովրդի զավակները 6 տարյա խավարը մերժեցին ըստրգութենե ազատեցան եւ Աստուծո շնորհքով առաջին հանրապետությունը կազմեցին Աստված սիրելիներ թող իր սուրբ աչին զորության դակ բահե մեր հայրենիքը Աստված թող օրհնե հայոց բանակը հայոց pedagogiությունը հայոց բոլոր գառույցները ընտանիքները կերևարված մեր զավակները դուն վերաթարնան անհայտ գորածները հայտնաբերվին վերաթարնան իրենց ծնողներուն Բոլոր անոնք, որոնք Սարտարաբադը գերդեցին, Վարդանան սոքիով, եւ մինչեւ Արցախ, եւ մինչեւ այսօր, որոնք իրենց արյունով նահատակությամբ մեր ազգին բադիվը, հայրենիքը, հողը, լեզուն, մշակույթը, սրբությունները բահբանեցին, իրենց անձը նվիրապերելով, Աստված անոնց հոգիները երկնքի սուրբ արքայության արժանացնե Մեր եկեղեցվո դա բայձարություն, հոգևոր առաջնորդներուն դա հավատքի իմաստություն, որբեսի մեր ժողովուրդը առաջնորդեն թեպի դերը, թեպի հավիտենականություն։ Այսօր սիրելներ, պիտի միասնապար ընթերցենք եւ սերդենք 41-րդ գլուխը Մադյան ողբերգության Սուպրիկոր Նարեգացի Փան խե այբ Գարչ գլուխ մնե երկու մասեր է փաղկացած հետևաբար երկու մասերն ալ պիտի սերդենք նախ ընթերցեմ ցեզի քրափար բնակիրը եւ ապա թարգմանեմ զայն ու բացատրեմ Փան խե այբ վերստին հավելված գրգին հեծության նորին հսկողի արնույն աղերս մախտանած սպանի իխորոց սրդից խոսքընդ Աստուծո այբ մաս Որդի Աստուծո գենթանվո օրտնյալ համենայնի հորդ ահավորի անքնին ծնունդ որ դգարանա արիքեն եւ ոչինչ որի ցակել անստվեր նշուլից ողորմության կո парած հալին մեղք հալածին թևք չնչին հանցանք խզին գաբանք խորդագին շղթայք գենթանածնին մահացյալք բժշկին հարվածք ողջանան վերք Փարնին աբագանությունք, դեղի դանդխրությունք, նահանչին հեծությունք, փախնու խավարն, մեգնի մեկն, մերժի մարախուղն, փարադի մռայլն, սպարի աղչամուղճն, վերանա մութն, քնա քիշերն, դարակրի դակնաբն, չքանան չարիկն, հալածին հուսահատությունքն եւ թակավորեց սերն քո ամենագար, քավիչդ ամենայնի Փենմաս որ ոչ եկիր գորուսանել ըստ մարդկան ոգիս այլ գեցուցանել թող ինձ զանթիվ չարիսնիմ փազում ողորմությանբդ զիթու միայն ես հերգնի անջար եւ հերգրի անզնին իդար քոյի եւ հեզրս ցակած աշխարի սկիզբն ամենայնի եւ համենայնի ամենայն լրմամբ օրտնյալի բարձունս եւ քեզ ընթոր եւ հոգվույց սրբո փառք Հավիդյանս ամեն Սիրելներ ասիգա սկանչելի աղոթք մնե որ սուրբ նարեգացին Աստուծո որդին գուղե նախ ինչպես նախքին բոլոր փաները գլուխները սուրբ նարեգացին գլուխը գոչե փան այսինքն խոսք գսկսին ենթախորակիրովը եւ բոլորն ալ նույն ենթախորակիր ունին այսպես Նոր հավելում
գրգնագի հեծության միևնույն հսկողին բաղադական խոսքի նույն խնդրվածքով կամ կարելի է թարգմանել այսպես նույն այն հսկողին որ ինք սուրբ նարեկացին է աղերսալից մաղթանքներուն ու ողբախարն հեծեծակներուն նոր հավելվածը եւ սուրբ նարեկացի սկանչելի աղոթները կսկսին սկանչելի նախատասությամբ որ վստահ եմ որ բոլորիս հոգին սրդին մոդիկ է ի խորոց սրդից խոսք ընտաստուծո սրդի խորերեն աստուծո այդ խոսք առաստված եւ առաջին նախ երեք դողերը գտարկմանեմ նարեկացին գսե գենթանի աստուծո ով ամենօրտնյալ որդի ահավոր հորդ անկննելի ծնունդ քեզի համար անգարելի բան չկա այս գլուխը ինչպես ասի սիրելներ աղոթք է ուղված աստուծո որդին մեր փրկչին ու Տիրոջ Հիսուս Քրիստոսին եւ տեսեք այստեղ սուրբ նարեկացին թավանությամբ մգսկսի եւ Հիսուս Քրիստոսը գթավանի որբես գենթանի աստուծո որդի գենթանի կնշանակե ողջ անմահ աստուծո որդի եւ այս թավանությունը սուրբ Գրիգոր նարեկացի գդարած նույն թավանությունն էր որ 2000 տարիներ առաջ սուրբ Պետրոս Արաքյալը գդարեց երբ օրը Հիսուս իր աշակերտներուն հարցուց թե ինչ կսեն մարդիկի մասիս սկսան աշակերտները ասել որ ոմանք կսեն որ դու Եղիա մարգարեն ես որ պիտի կայիր Տուն Հովանես Մգրդիչն ես որ հարություն արած է Եզեկիել մարգարեն ես որ Մովսես ասած էր թե պիտի կա եւ այլն այս բոլորը ասել էին իդ Հիսուս անոնց հարցուց իսկ դուք ինչ կսեք իմ մասիս ով եմ ես ցեզի համար եւ այդ ժամանակ Հայր Աստվածը հայտնեց Պետրոս Արաքյալին եւ Պետրոս Արաքյալ հավատքի թավանությունը սահմանեց եւ ասավ Հիսուսին Թուն Քրիստոսն ես գենթանի աստուծո որդին Գարտացեք Մատթեոսի ավետարանի 16-րդ գլխու 16-րդ համարը ահա սիրելիներ ասիկա թավանություն է անոր Հիսուս Քրիստոսը գթավանի որբես աստուծո որդի անիկա կփրկվի սիրելիներ Հիսուս Քրիստոսը եթե մարդիկ կթավանին որբես բժիշկ որբես փարի իմաստասեր հրաշագործ կամ ոյե մեկ ցևով անիկա բավարար չէ այլ Հիսուս Քրիստոս գենթանի անմահ աստուծո ամենօրտնյալ որդին է ամենօրտնյալ Հիսուս Քրիստոս աստուծո որդի Աստված է միևնույն Աստվածը որու մասին գխոսիմ սիրելներ եւ Բողոս Արաքյալ Հռոմայացիներուն նամակի 10-րդ գլխու 9-րդ համարի մեջ հետեւյալը գսե Եթե Պերանովդ խոստովանիս թե Հիսուս Տեր է եւ սրդիդ մեջ հավատաս թե Աստված զինք մերելներեն հարուցանեց գփրկվիս Պերանովդ խոստովանիս որ Հիսուս Տեր է եւ սրդիդ մեջ հավատաս որ Աստված զինք մերելներեն հարուցանեց ապա գփրկվիս Երկրորդ Դեր Հիսուս ահավոր աստուծո ահավոր կնշանակե սիրելիներ ահրելի այսինքն ագնաձելի սաստիկ ուժեղ հորը անքնին կնշանակե անքննելի ծնունդն է անքննելի կամ անքնին կնշանակե չքննվելիք չբացատրվելիք ծնունդն է Հիսուս սիրելիներ հոր աստուծո ստեղծվածը չէ
այլ հոր Աստուծո անքննելի ծնունդն է։ Մենք հոր Աստուծո ծնունդը չենք, մենք հոր Աստուծո ստեղծվածներն ենք։ Ամեն ինչ որ գա դիեզերքի մեջ Աստուծո կողմէ ստեղծված է։ Իսկ Հիսուս անքննելի ծնունդն է, որ մարդկային մեր միտքեն վերը չի քննվիր, չի բացատրվիր, չի զննվիր, չի հետազոտվիր։ Աստուծո որդին ըսի սիրելներ ստեղծված չէ, ինչպես որ օրինակ Արիոս աղանդավորը ըսավ, Արիոս հերետիկոսը, ինչպես այսօր թշպախտաբար մորմոնները գսեն կամ ուրիշ աղանդավորական շարժումներ։ Աստուծո որդին ծնունդն է հոր Աստուծո, ծնած հավիդյան ժամանակներեն առաջ, նախահավիդյան ծնունդն է սիրելներ, այսինքն չգար ժամանակը, որ հայրը գոյություն ուներ, բայց որդին, նաև Սուրբ Հոգին անշուշտ, գոյություն չուներ, չգար ժամանակը, այլ որքան հայրը հայր է, որքան հայրը գոյություն ունի անժամանակ ժամանակներեն առաջ, հավիդյան ժամանակներեն առաջ, նույնպես նաև որդին գոյություն ուներ։ Այսինքն հայրը, որդին եւ Սուրբ Հոգին նույնակո են, նույն ժամանակ գոյություն ունեցած են, չկա ժամանակը, որ գոյություն չունեին։ Հայրը, որդին եւ Սուրբ Հոգին հավիդյանս հավիդենից գոյություն ունին միադեղ, բայց հայրը աղբյուրն է ամեն ինչի, որդին ծնունդն է հորը, Սուրբ Հոգին փխումն է հորը, բայց անոնք միադեղ, միաժամանակ գոյություն ունին, անորամար փնութենագիցեն, համապնութենագիցեն, համակոյեն, համաեյագիցեն, նույն էություն ունին, նույն փնություն ունին։ Եվ հավիտենական ծնունդ եղող որդին անքնին է, անքննելի է, այսինքն մարդկային մեր մտքի հասկացողութենեն, քննութենեն վեր է։ Գարելի չէ սիրելներ մարդկային մտքով հասկանալ, թե ինչպես որդին ծնունդն է իր հորը, բայց հավիտենապես հորը հետ եղած է մշտապես, չեղած ժամանակը, որ հայրը եղած է որդին չկա։ Ինչպես կարելի է բացատրել այս մեկը։ Մեր մարդկային այս խելաբադիգով, այս խելաբադիգին մեջ կարելի չէ փոխանցել այս բոլորը, կարելի չէ հասկանալ միտքով, բնական դրամապանությամբ, բանականությամբ, կարելի չէ հասկանալ։ Անորամար, որ գարտացի քիչանացեզի Հռոմայացիներու նամակի 10-րդ գլխու 9-րդ համարը, որ անոր գավադա թե Հիսուս Քրիստոս դերն է եւ գավադա որ Աստված զինք մերելերեն հարուցանեց կփրկվի 10-րդ համարի մեջ Բողոս Արաքյալ գշարունակե նույն դրամապանությունը եւ գսե ովևէ մեկը որ իր սրդին մեջ գահավադա գարտարանա եւ երբ փերանով խոստովանի կփրկվի։ Երրորդ այս նախատասության մեջ քանի որ Հիսուս Քրիստոս Աստուծո որդի Աստված է, ուստի իրեն համար ովևէ անկարելի ու անհնար բան չկա։ Տեսեք ինչ կսեր Սուրբ Նարեգացին, գսե գենտանի Աստուծո ով ամենորդյալ որդի, ահավոր հորդ անքննելի ծնունդ, քեզի համար անկարելի բան չկա։ Սիրելի քույրեր եղբայրներ, մարդոց համար ամեն ինչ կարելի չէ, մարդոցս համար բազում անկարելի բաներ կան, բայց ոչ Աստուծո համար։ Հիշեցեք, Ռեշտագը Գաբրիել Ռեշտագը Աստվածամոր ըսավ, թե Աստուծո համար անկարելի բան չկա։ Ղուկասո ավետարանի առաջին գլխու 37-րդ համարի մեջ եւ նույնը սիրելներ Տեր Հիսուս Քրիստոս իր աշակերտներուն ըսավ Ղուկասո ավետարանի 18-րդ գլխու 27-րդ համարի մեջ, թե ինչ որ անկարելի է մարդոց համար, կարելի է Աստուծո համար։
Այս է սիրելի ճշմարտությունը։ Ինչ որ անգարելի է մարդոցս համար, Աստուծո համար կարելի է։ Հետևաբար Աստուծո որդին Հիսուս Քրիստոսը երբ իրեն համար անգարելի բան չկա, ուրեմն ինքնաբերաբար ինչ է։ Աստված, Աստուծո որդի Աստված, որովհետև եթե Հիսուս բարձաբես մարդ ըլար, իրեն համար շատ անգարելի բաներ պիտի լային, ինչպես մեզի համար անգարելի շատ բաներ կան, բայց քանի որ իրեն համար անգարելի բան չկա, ինք Աստուծո որդի Աստված է, եւ քանի որ ինք Աստված է, անոր համար անգարելի բան չկա։ Հաջորդ դողեն մինչև այս առաջին մասի վերջին բարը գարտամ սիրելներ, ամբողջ այդ հատվածը մեկ ամբողջություն է, որովհետև գսե սուբ նարեգացին Քրիստոսի ուղելով իր խոսքը, երբ ողորմությանդ փարքին անըստվեր նշույլները ձակին, մեղքերը գհալին, թևերը գհալածվին, հանցակները գչնչվին, գաբանքները գխզվին, շղթաները գխորդագվին, մահացածները գվերագենթանանան, հարվածները գբժշկվին, վերքերը գարողջանան, աբագանությունները գան հետանան, դխրությունները դեղի գուտան, հեծությունները գնահանչեն, խավարը գփախչի, մշուշը գբացվի, մարախուղը գեհերանա, մրայլը գփարադի, աղջամուղջը գհատնի, մութը գվերանա, քիշերը գանցնի, դակնաբը գդարակրվի, չարիկները գչկանան, հուսահատությունները գհալածվին եւ քո ամենագարող ցերկդ գտակավորե, ով ամենուն քավիչդ։ Այստեղ սիրելներ սուբ նարեգացին իր բացարձակ հավատքը ցույց կտա Աստուծո որդին Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Նախ գսե ով անքննելի ծնունդը երկնավոր հոր, ինչպես որ երբ արեքագը բացվի ցույնն ու սառույցը գահալին, այդպես ալ ով Հիսուս Քրիստոս գենթանի Աստուծո ամենօրտնյալ որդի, երբ քու ողորմությանդ նշույլները, ցոլքերը, լույսերը, ջարակայթները բացվին ջարակայթեն, ապա մեղքերը գահալին, որովհետև եթե արեքագը այդքան զորավոր է, որ գրնա ցույնն ու սառույցը հալեցնել, հապա սիրելներ Աստուծո որդին, որուն համար անգարելի բան չկա, ապա որքան ավելի դերը գրնա մեր մեղքերը հալեցնել, ինչպես արևը ցույնը գահալեցնե։ Եվ շարունակությունը ոչ միայն դերը գրնա մեր մեղքերը հալեցնել, այսինքն անհետացնել մեզ, մաքրել ամբողջությամբ, ինչպես որ խաչին վրա դերը մեր բոլորի մեղքերը իր վրա արավ եւ մեզ չնչեց մեր մեղքերը, այլև գսե սուբ նարեգացին թևերը, այսինքն չար ոգիները, չար հեշտակները գհալածվին, խաչին զորութենեն գհալածվին, Քրիստոսի մեզի անտեպ ցուցաբերած սիրո ողորմութենեն թևերը գհալածվին, այսինքն մեզ հերու գփախչին, շարունակեն արեգացին, հանցանքները գչնչվին։ Հիմա թե մարմնավոր եւ թե հոգեվոր իմաստով կարելի հասկանալ ամեն մեկ բառը սիրելներ։ Գաբանքները գխզվին, անոն կրնան սիրելներ մարմնավոր գաբանքները լալ, ինչպես որ օրինակ Պետրոս Արաքյալ երբ գաբանքներու մեջ էր, Բեղոս Արաքյալ երբ շղթայված էր, Շիղան նույնպես երբ շղթայված էր Բողոս Արաքյալի հետ, գաբանքները արձակվեցան, կագվեցան, նույնպես հոգևոր իմաստով սատանայի գաբանքները գարցակվին մեզ մե, երբ Քրիստոսի ողորմության նշույլը ջարակայթ է մեր վրա։ Սատանային առաջացուցած մեղքի շղթաները գխորդակվին, հոգեպես մահացածները գվերագենթանանան, նարեգացին գործածե քրապարի մեջ գգենթանածնին, գենթանությամբ գծնին, վերստին գծնին, ինչպես Ղազարոսը, ինչպես 12 տարեկան աղջնակը մեռած, ինչպես Նայինի բադանին, հարվածները գբժշկվին, սատանային գոմե եղած հարվածները, վերքերը գարողջանան, ինչպես որ առողջացան, վերքերը Փարիս Սամարացին գողմե փուժված
վիրավոր մարդուն։ Աբագանությունները, այսինքն բղձությունները գանհետանան, գվերցվին, դխրությունները, այսինքն թախիծները, ցավերը դեղի գուդան, գնգրգին, հեծությունները, այսինքն ողբերը, հեծեծանքները, հարաճանքները գնահանչեն, խավարը գփախչի, եւ որ դիրոջ ողորմությունը ջարակայթե խավարը գփախչի, մեկ կնշանակե մշուշ, մշուշը գփացվի, գվերանա, մարախուղը, որ դարձյալ կնշանակե մշուշ, մեկ գհերանա, գծնթի, մռայլ կնշանակե մտություն, խավար, գփարադի, աղճամուղճը, որ կնշանակե մտնշաղ, վերջնալույսը, գհատնի, մութը գվերանա, քիշերը գանցնի, դակնաբը, այսին սրդաթողը, որ սիրտդ կտողա, դակնապ կաբրի, գդարակրվի, գաքսորվի, գհերանա, չարիքները գչկանան, եւ որ Քրիստոսի ներկայությունը գա չարիքները, թևերը ամեն ինչ գչկանան, գերանան, հուսահատությունները, երբ մարդ հուսահատած է, բայց Քրիստոսի ներկայությունը գաբրի, հուսահատությունները գհալածվին, եւ այս բոլոր բաները քու ողորմությանդ լույսին շողովը անհետանալով քու ամենագարող ցերկդ ամենազոր աչդ գթակավոր է ով ամենուն կավիճը ամենուն մեղքերը ներողը սիրելներ այս վերև հիշվածները այս բոլոր մտությունները հարաճանքները թախիծները դխրությունները աղճամուղճը հուսահատությունները ուրգեգուքան մեր վրա ուրգե եկած են եւ ուրգեգուքան չար սատանային մեղքեն բայց դեսեք սիրելներ ամենուն կավիճը այսին Հիսուս Քրիստոսը երբ իր ողորմությունը գծակեցին մեր վրա ինչպես ձակեցուց խաչին վրա խաչվելով մեր փոխարեն ապա այս բոլոր դգարությունները մեզ մե գերանան երբ մարդիկ ինձ գուքան գսեն որ հայր բարտև ահա որ վախի մեջ եմ ահա որ սթրես ունիմ ահա որ տակնապ ունիմ ընջախտի մեջ եմ ինչ պետք է անեմ աղոտ մգա որ կարողանամ բժշկվել ես մեկ բան գսեմ բոլորին նույն բանը Քրիստոսի մոտեցեք Քրիստոսի մոտեցիր եւ ամեն իմաստով պիտի բժշկվես ամեն ցավերդ մեղքերդ հիվանդություններդ ընջախտեդ սթրեսեդ տակնապեդ ամեն ինչեդ որքան Քրիստոսի մոտենանք այդ բոլորը ինքնաբերաբար գփախչին մեզ մե գանհետանան մեզ մե գվերանան մեզ մե Քրիստոսի մոտենանք սիրելներ ինչպես կրնան Քրիստոսի մոտենալ Աստուծո խոսքերը ընթերցելով բակ բայելով ձոմ բայելով աղոթելով բարեբաշտ լալով դիրոջ խոսքերը գադարելով կործատրելով որտեղ Հիսուս կսե Հովանու ավետարանի 14-րդ գլխու 20-րդ ամարի մեջ Եթե գսիրեք զիս իմ խոսքերս կբահեք եւ հայրս ու ես պիտի կանք եւ անոր մեջ փնագինք երբ Հիսուս մեր մեջ փնագի այն ադեն խավարնալ մեզ մեգը հալածվի աղճամուղճնալ մտնշաղնալ մտություննալ մեկնալ սադանանալ մեզ մեգը փախչի չար ոգիներնալ մեզ մեգը փախչին հուսահատությունը դրտմությունը ցավը նեղությունը այս բոլորը մեզ մեգը վերանան Անորամար սիրելեր մոդենան Քրիստոսի ընդունինք զայ մեր սրդի մեջ եւ այն ադեն բիդի բժշկվինք ամեն ցավերը Գանցնիմ երկրորդ մասի բացատրության նախ առաջին դողը նարեգացին գսե Թուն չգար մարդոց հոգիները գործընծնելու այլ բրգելու այս նախատասությունը հզոր հաստատում մնե Աստուծո որդին ունեցած եւ ցուցաբերած ողորմության եւ մարդասիրության ինչպես նաեւ այս նախատասությունը Քրիստոսի երկրավոր առաքելությունը գփնութակրե թե ինչու համար Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ որբեսի գործվածը փնտրեր ու փրկեր հիշեցեք սիրելիներ այն գործված ոչխարը
որ Հիսուս քնած կդավ զինք իր ուսերուն վրա արավ եւ փարախ վերադարձուց, իդ հորենական դուն վերադարձուց։ Եվ իսկապես գտեսնենք այս նախատասությունը, որ թուն չգար մարդոց հոգիները գործընծնելու այլ փրկելու, այս նախատասությունը ամբողջ նոր գդագարանին, ամբողջ ավետարանին սիրելիներ հիմքն է։ Եվ գտեսնենք այս խոսքը ճշմարտված Հիսուսի եւ ուսուցումներու մեջ, առաջիներտին Հիսուսի մարտանալու մեջ, որովհետեւ ինչ կսե Հովանու ավետարանի մեջ ինչ կգարտանք 3-րդ գլխու 17-րդ համարի մեջ, որովհետև Աստուծո որդին աշխարհ եկավ, Աստված իր որդին աշխարհ ղրգեց, ոչ թե որբեսի աշխարհը դադարե, այլ որբեսի աշխարհը փրկե, մարդկությունը փրկե, հետևաբար իր ծնունդին մեջ, աշխարհ քալուն մեջ, Հիսուսի ուսուցումներու մեջ կտեսնենք այս նախատասություն ճշմարտված եւ նաեւ Հիսուսի զոհակորձման մեջ, իր գդարած հրաշներուն մեջ։ Այս նախատասությունը փարացի մենք Տեր Հիսուս Քրիստոսի բերնի մեջ կտեսնենք։ Գարտանք օրինակ Ղուկասու ավետարանի 9-րդ գլխու մեջ, գարտացեք 51-ին 55 համարները, այնտեղ պիտի տեսնեք թեփք մպատահած։ Հիսուս երբ դեպի Երուսաղեմ գերտար, իր կյանքի վերջին ժամանակներ, Սամարիային գանցներ եւ գուզե Սամարական գյուղ մտնել։ Եվ պատգամավորներ գրգե, որ գուզե այցելել այդ գյուղը, բայց դժբախտաբար դերգույն բնակիչները գմերժեն Հիսուսը ընդունել իրենց գյուղը, որովհետև Հիսուս դեպի Երուսաղեմ գերտար։ Եվ սամարացիները գադեին հрьяաներն ալ գադեին սամարացիները։ Երբ Հիսուսի աշակերտները գտեսնեն, որ Սամարական այդ գյուղը մերժեց Հիսուսը ընդունել իրենց մեջ, երկու եղբայրները, Զեբեդեոսի որդիները, Հակոբոսը եւ Հովանեսը, դարձան եւ Հիսուսի ասին. «Դեր, գուզես որ խնդրենք երկնավոր հորմեն, որ գրակ տապե եւ այրե, փնաչնչե այս գյուղը եւ գյուղի բնակիչները»։ Տեսեք Հիսուս ինչ ասավ, ինչ պատասխանեց։ Ասավ որ դուք չեք գիտեր թե ինչ հոգի դեր մարդիկ եք, ինչ տեսակ հոգի ունիք, որովհետև Հիսուս ասավ. մարդու որդին չեկավ մարդիկ գործընծնելու, այլ զանոնք փրկելու։ Ահա այս է ճշմարտությունը սիրելիներ։ Այսօր համար է որ Աստված դեր համբերություն ցույց կտա մարդոց նկատմամբ, որովհետև չուզեր որ ոյե մեկը գործվի, այլ գուզե որ բոլորն ալ փրկվին։ Հաջորդ նախատասությունները կթարգմանեմ. Քու ամենարատ ողորմությամբ ները իմ անթիվ չարիքներս, որովհետև միայն թուն ես երկնքի մեջ անջար եւ երկրի վրա անզննելի։ Հիմա սուրբ նարեկացին ասել է յետ որ թուն չգար մարդոց հոգիները գործընծնելու այլ փրկելու, հետևաբար գտարնա եւ Տեր Հիսուս Քրիստոսին գսե. ով դեր, քանի որ թուն չգար գործընծնելու այլ եկար փրկելու մարդոց հոգիները, ես դեր գործված եմ իմ մեղքերուս պատճառով։ Ուստի գաղաչեմ քեզի, ինչ ները իմ մեղքերս։ Ները կնշանակե սեր ցուցաբերե, քութ ցուցաբերե։ Իմ դեսեք ինչ գսե նարեկացին անթիվ չարիքներս։ Մեղքը գոչե նարեկացին չարիք։ Մեղքը չարիք է, Աստուծո թեմ կործված, մարդոց թեմ կործված։ Երբ մեղքը կործենք, չարիք կործած կլանք, երբ չարիքը կործենք, մեղ կործած կլանք։ Եվ նարեկացին գխնդրե Տիրոջմե, որ անթիվ մեղքերս ները դեր։ Այս մեծ սուրբերը սիրելեր իրենք կգոչեին բազմամեղ, մեղաբար։ Իսկ մենք կփորձենք մենք մեզ ամեղ ծեվացնել։ Իսկ նարեկացին գսե ները իմ անթիվ չարիքներս, որովհետև գշարունակե նարեկացին միայն թուն երկնքի մեջ անջար ես, այսինքն երկնային հրեշտակներու հասողութենեն վեր ես, անջարելի ես, անջարելի կնշանակե, անջար կնշանակե չջարվող,
չբատմվող, անջար, ջար փարենգուկա, ռայով, չջարվելիք, չխոսվելիք, չբատմվելիք էստուն, և երկրի վրայալ անզննելի ես, այսինքն երկրայիններեն չես կնվիր, չես հետազոտվիր, արդարև Հիսուս Քրիստոս սիրելներ, ոչ միայն իբրև Աստված անջարելի է նույնիսկ հրեշտակներու գողմե, այլև իբրև մարդու որդի, իբրև մարդացած Աստված անզննելի, անքննելի, անհետազոտելի է մարդոց կողմե։ Ճիշտ է, որ երկնքի մեջ հրեշտակները գտեսնեն Աստուծո որդին, բայց սիրելներ անոնք չեն գրնար ջարել, չեն գրնար բատմել Հիսուս Քրիստոսի ինչ ըլլալուն մասին, ինչության մասին։ Նույնպես ալ երկրի վրա թեև մարդիկ մարմնացած Հիսուս Քրիստոսը տեսան, թեև մենք այսօր սիրելներ սուրբ հաղորդության դակ, հացին ու քինին դակ Հիսուս Քրիստոսը գտեսնենք, սակայն միայն հավատքով գմփռնենք զայն եւ ոչ թե բնական գիտությամբ կբացատրենք, որովհետեւ անզննելի է մեզ համար Հիսուս Քրիստոսը։ Կշարունակեմ, քոյության բոլոր դարերուն եւ աշխարհի բոլոր ծայրերուն մեջ էստուն, ամեն բանի սկիզբը եւ ամեն բանի մեջ ամբողջ բարձունքներու մեջ օրտնյալ։ Սիրելներ, Սուրբ Մովսես Խորենացին Քրիստոսի Սուրբ ծննդյան նվիրած իր շարականին մեջ խորուրդ մեծ եւ սկանչելի, որ հայս մավուր հայտնեցավ այդ երկին մեջ, երրորդ տան մեջ հետևյալը գսե. Երկինքը եւ երգիրը չէին գրնար փովանտագել իրենց մեջ փավել Հիսուս Քրիստոսը։ Ամփավելին երկնի եւ երկրի, սակայն Հիսուս որ երկինքն ու երգիրը իրենց մեջ չէին փավերզինք, չէին գրնար փովանտագել իրենց մեջ, խանցարուրին մեջ փաթվեցավ։ Սիրելի քույրեր, եղբայրներ, հիմա սուրբ նարեգացինալ նույնը գսե, անշուշտ ուրիշ բարերով, գսե, թուն որ ով Հիսուս Քրիստոս, ըստեղծվածներեն առաջ եւ մինչեւ աշխարհի վերջը քոյություն ունիս հավետ, թուն քոյության, այսինքն քոյակներու բոլոր դարերուն մեջ զորությամբ կերևիս եւ նաեւ աշխարհի դիեզերքի բոլոր ծայրերուն մեջ ես եւ արեքագեն ավելի ալ գփայլիս եւ սակայն այս բոլորով անթերց անջարելի ես երկնայիններեն եւ անզննելի ես մարդոցմե։ Այսին թուն ամեն բանի սկիզբն ես, ամեն ինչ քեզմով ստեղծված է եւ ամեն բանի մեջ ալ ամբողջ ես, ամեն բան քու նախախնամությանդ ու բահբանությանդ դակ գտնվի, ուստի բարձունքներու մեջ թուն օրտնյալ ես, ամեն ինչի մեջ է դերս սիրելներ եւ ամեն ինչ իր մեջ է, ամեն ինչ իր մով ստեղծված է, դերը աշխարհի դիեզերքի 4 անգյունները գտնվի, ամեն գոմ գտնվի, չկա դերմը որ դերը չգտնվիր, չկա դերմը։ Եվ սակայն ոչ երկրային հրեշտակները գրնան ջարել անոր մասին, բատմել անոր մասին, ոչ ալ երկրայիններս գրնանք ըմբռնել մեր այս խելաբադիգով, մեր այս դգար միտքով մեծությունը, անեզր ըլլալը, անսահման ըլլալը դեր Հիսուս Քրիստոսի գարելի չէ։ Եվ այս բոլորը սելեն վերջ Սուրբ Նարեգացին գփարապանե Հիսուսը եւ գսե եւ քեզի հորը եւ Սուրբ Հոգին հետ միասին փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Իսկապես սիրելներ, ուրիշ բան չի մնար մեզ, եթե ոչ փառավորել իր Սուրբ անունը, օրհնապանել, որովհետև ինք իր ողորմությունը ծագեցուց մեր վրա, իր մարդասիրությամբ, իր քութով դերը հալեցուց մեզ մեր մեղքերը,
չնչեց մեր հանցանքները, ազատեց մեզ սատանայի գաբանքներեն, փշրեց շղթաները, հերացուց մեզ մեկը, խավարը, աղջամուղջը, մշուշը, հերացուց մեզ հուսահատությունը, դգարությունը, ցավը, վիշտը եւ Դերը իր ներգայությամբ լուսավորեց մեզ։ Դերը սիրելներ մեր սրդին մեջ կաբրի։ Ըզգանք իր ներգայությունը եւ ապրինք իր մեջ իր մով իրեն համար եւ այդ ժամանակ ամեն ինչ օրտություն պիտի լա եւ սիրելներ այս բոլորեն յետք մեզ ուրիշ բան չի մնար եթե ոչ խոնարհիլ ամենասուրբ երրորդության դիմաց օրտնապանել իր սուրբ անունը երկնքի երեշտակներուն եւ բոլոր սուրբերուն հետ փառավորելով հայրը որդին եւ սուրբ ոգին հավիդյանս հավիդենից ամեն Աստված ձեզ արադաբես թողորտնե բարի եւ օրհնյալ օրցեր բոլորին